Հայաստանի տարբեր բուհերի 300-ից ավելի ուսանողներ են հավաքվել մեկ հարթակում, փոխանակելու մտքեր, լսելու հաջողության պատմություններ, քննարկելու նոր գաղափարներ ու ձևավորելու նոր կապեր։ Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի կողմից 3-րդ տարին անընդմեջ անցկացվող ուսանողական ֆեստը այս անգամ ավելի ընդգրկուն էր ու բովանդակային։ Այս տարին տարբերվեց իր մասշտաբայնությամբ մոտ 300 եւ ավելի ուսանողներ միայն մասնակցում են այս միջոցառմանը, գրանցումները 900-ը անցել են։ Ուսանողական ֆեստը չի կարող կայանալ առանց ուսանողների, առանց մեր խոսնակների եւ իհարկե առանց մեզ հավատացողների։ Ուսանողական համայնքը շարունակում է մեծանալ ու միավորվել ընդհանուր արժեքների շուրջ, իսկ այս ֆեստը արդեն դարձել է աշնանային ավանդույթ եւ յուրօրինակ կամուրջ ուսանողների, համալսարանականների եւ գործընկեր կազմակերպությունների միջեւ։ Միջոցառման նպատակն է նպաստել ուսանողների փոխճանաչմանը, զարգացմանը եւ համագործակցությանը։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ ուսանողական ֆեստ 2025-ի գլխավոր գործընկերն էր այս տարի Ամերիա բանկը, որի շնորհիվ մենք կարողացանք ավելի լայնամասշտաբ միջոցառում իրականացնել եւ գաղտնիք չէ, որ Ամերիկան մշտապես կարողանում է ուսանողներին տրվող աջակցությունը եւ միշտ կանգնած նրանց կողքին։ Ֆեստի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետների հետ։ Հելեն Գեղամյանը, Արեգ Գևորգյանը, Էդուարդ Քանքանյանը ներկայացրեցին հաջողության իրենց պատմությունը։ Զրուցեցին անձնական ու մասնագիտական զարգացման, առաջնորդության, թիմային աշխատանքի, նաև ձախողումներից դասեր քաղելու կարևորության մասին։ Խոսնակների խոսքը շատ լավն էր, երկու խոսնակներն է ճանաչվում սոցհարթակներից։ Ունեմ տարբեր գաղափարներ այն մարդկանց մասնագիտությունների առնչությամբ, ում հետ այսօր հանդիպեցինք, ինչ շատ հետաքրքիր եւ իրանց կերպարը եւ իրանց փոխանցած մեսիջները, որ այսօր իմացանք, բավական մոտիվացնող էր։ Խոսնակների ելույթին հաջորդեց հարցոպատասխանն ու քննարկումը։ Ուսանողները բարձրաձայնեցին իրենց մտահոգություններն ու գաղափարները, լսեցին խորհուրդներ, կարիերայի եւ անձնական զարգացման վերաբերյալ։ Դասավանդերի մասին շատ էի լսել, բայց կարծիքս թյուր էր իրականում։ Ես մտածում եմ ուղղակի ուսուցիչներ եք պատրաստում, որպեսզի գնան ու մարզերում դասավանդեն։ Ինձ մեյլ ա եկել իրականում ֆեստի մասին ու այստեղ ես հասկացա, որ մի րոպե հետաքրքիր է, ուսանողական բառը ինձ հավերժ շատ է հետաքրքրեց։ Ուսանողները տեղեկացան նաև Ամերիա բանկի առաջարկների մասին։ 200 կրթաթոշակի մրցույթ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար, պրակտիկայի հնարավորություն Ամերիա բանկում, երիտասարդ մասնագետների զարգացման ուղղված նախաձեռնություններ ու այլն։ Ուսանողները հեռացան էներգիայով լի եւ նոր գաղափարները իրականություն դարձնելու վճռականությամբ։